Որ գյուղից եք։ Կորնիզորից։ Իսկ հեռու է այստեղից։ 30 կիլոմետր։ Իսկ ձեր սիրած ուտեստներից որն է, որ հենց բնորոշ է Սյունիքին։ Հենց խաշլամանա բնորոշ Սյունիքին։ Հետո յուրահատկությունը կայանում է, որ վերջում կափարիչի փոխարեն մենք պետք է օգտագործենք խմոր։ Գորիսի մեր հաջորդ հաղորդման տատիկը մեր շատ սիրելի Նինա տատիկն է, ում հետ պատրաստելու ենք Սյունիքի ամենատարբերվող ուտեստներից մեկը՝ խաշընտուր։ Մի փոքր կպատմեք այս ուտեստի մասին։ Պատմենք հիմա լցնելու եք յուղը հավայի մեջ, սոխը մանր կտրտելու եք, ժարիտելու եք, հետո լցնելու եք բանի մեջ, հավայի մեջ։ Գորիսը ինչով է տարբերվում մնացած քաղաքներից։ Մնացած քաղաքներից շատ գեղեցիկ է մեր քաղաքը, շատ մաքուր է մեր քաղաքը, շատ մեծ բարձր շենքերով, մաքրությամբ, գեղեցկությամբ, ճաշատեսակներով։ Շատ ենք հավանում ձեր ճաշատեսակները։ Այստեղ եմ ուզում հրավիրել շատ սիրված ֆուդբլոգեր Արմինեին, ով ունի շատ յուրահատուկ բաղադրատոմսեր ու այսօր որպես ժյուրի անդամ ինքն է լինելու ձեզ հետ եւ պատրաստելու եք Նինա տատի ջան, սա ձեզ։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Նինա տատի, իմացա, որ այսօր պատրաստում ենք Սյունիքի խաշընտուր, արդեն մոտավորապես ծանոթ ենք, ներկայացրեցիք, իսկ ձեր սիրած ուտեստներից որն է, որ հենց բնորոշ է Սյունիքին։ Հենց խաշլամանա բնորոշ Սյունիքին, ես եք պատրաստում, շատ համով է, շատ գեղեցիկ է, շատ հաճելի է։ Շատ բարի։ Իսկ եթե մսային կերակուր չլինի, ասենք լինի բանջարեղեն, կամ հիմա արդեն գարուն է դրսում, կանաչեղեններից ի՞նչն եք սիրում ու ինչ եք ավելի շատ նախընտրում պատրաստել տանը։ Կանաչ լոբի, բանջարով գեղեցիկ, տարբեր տեսակի կանաչեղեն կա Գորիսում, ամեն ինչ կա, կարաք պատրաստեք ամեն ինչ։ Մենք շատ սիրեցինք Սյունիքը, շատ սիրուն է Գորիս քաղաքը, կարևորը շատ մաքուր է, հյուրընկալ։ Շատ գեղեցիկ է։ Շարունակենք մեր ուտեստի պատրաստումը, ոնց հասկացա կտրատել ենք սոխը, յուղով պետք է տապակենք։ Պետք է տապակեք, այո։ Հետո արդեն շարունակությունը ցույց կտանք։ Այո։ Ով ինչպես ցանկանում է։ Ոնց կուզես, ուզում ես ես կտարատեք։ Եթե ցանկանում ես սես մի քիչ մեծ օդ կսարքեք։ Դուք ինչպես ուզում եք, որտեվ ես եկել եմ ձեզնից սովորելու։ Ձեր բիբարը կտրատեմ։ Կտրատի։ Խորանարդներով չէ՞ սենց կտրատեմ։ Միջին չափի, սենց ոչ շատ մանր։ Միջին չափի կտրատի, ոչ շատ մանր ոչ։ Տապակվելու է սա, ինչ որ չափով կփոքրանա էլ։ Եփելուց կփոքրանա։ Ընտրեցինք հատուկ գունային խաղով, որ ուտեստնել հաճելի լինի։ Միայն համով չպետք լինի, չէ, աչքին է պետք է հաճելի լինի։ Հետո յուրահատկությունը կայանում է, որ վերջում կափարիչի փոխարեն մենք պետք է օգտագործենք խմոր։ Այո։ Համ հետաքրքիր կլինի, համ գեղեցիկ կլինի։ Որ գյուղից եք։ Կորնիզորից։ Իսկ հեռու է այստեղից։ 30 կիլոմետր։ Իսկ մանուկ հասակում ինչ եք սիրել, ավելի շատ պատրաստեք, ու այս ամեն ինչը ինչ որ հիմա դուք անում եք, ումից եք սովորել։ Իմ մամայից։ Շնորհքով տան տիկիններ են եղել, միշտ էլ մեր մայրերը միշտ սովորացրել իրենց բալիկներին։ Այո։ Իսկ քանի երեխա ունեք։ 4։ Աստված պահի։ Աստված ձերն է պահի, բալաջա։ Ինչ հետաքրքիր էր, չէ՞ երեք մեր հանդիպումը։ Անպայման, շատ հետաքրքիր։ Քայլելով գնում ենք ու միանգամից գնում ենք։
հանդիպեցիք եւ որոշեցինք, որ որոշեցինք կարողանում է հենց նկար- ձեր հետ կատարել։ Մենք արդեն պատրաստեցինք բանը, պամիդորներ պետք է կտրատվի, ահա։ Նախորդ իսկ կլպենք թե պամիդորը հենց կարող ենք առանց կլպելու կեղևով կտրել։ Ինչպես է պետք է կլպեք, բայց դի կլպած գտեմ։ Լավ, ուրեմն հենց այդպես է կանենք։ Իսկ քանի պամիդոր է հարկավոր։ Հա, շատ բարի։ Պամիդորը, Հետո բիբար, հա, հա, սև հատիկ բիբար, սև հատիկ էտա։ ահա։ Տատիկին անակնկալ եմ վերել։ Մեր շատ սիրելի ֆուդբլոգեր Արմինեի աղջիկը շատ գեղեցիկ ձայն ունի ու մի փոքր կատարում ուզում ենք ձեզ նվիրենք։ Այստեղ եմ հրավիրում Օվսանա Խուբլարյանին։ Ասեմ, որ իրենք ընտանիքով երգում են։ Մեր Արմինեն է շատ լավ պատրաստում է ու շատ աղանդավոր է։ Փոխադարձ իրականում մեր բոլոր նահանգներն էլ շատ հետաքրքիր երաժշտական մշակութային պատմություն ունեն, ինչպես նաև Գորիսը, որը նշանավոր է հենց Գուսան Աշոտի շնորհիվ, եւ ոչ միայն, էլի մեծամեծ մարդիկ կան, ովքեր իրենց ներդրումն են ունեցել։ Այսօր կցանկանամ մեր հին հայկական երգերից երգել Սարերի հովին մեռնեմ։ Սարերի հովին մեռնեմ, հովին մեռնեմ, հովին մեռնեմ, իմ յարի բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ, մի տարի յար չեմ տեսել, տեսնողի ջուղթ աչքին մեռնեմ, մի տարի յար չեմ տեսել, տեսնողի ջուղթ աչքին մեռնեմ։ Ապրես, շատ հաճելի է։ Լսում եք կավե ամանների մեջ և մատուցում։ Խմորով ծածկելու ենք, ջեռոցում ինչքան ենք թողնելու։ Մի 15 րոպե։ Շատ լավ։ Ես բացեմ խմորը։ Բացես, ես լսնեմ, դու բացի։ Նինա տատին վստահեց ինձ այս գործը։ Սիրուն դասավորեք սոխով, կանաչիով։ Նինա տատի հիմա ծածկեմ արդեն։ Ծածկեք։ Սա պիտի տանեք, դնեք ջեռոցում, մի 20 րոպեից հետո պատրաստ կլինի։ Արդեն գեղեցիկ է, ու շատ հետաքրքիր էր, որ կափարիչի փոխարեն մենք ստեղ խմոր օգտագործեցինք։ Ու պարտադիր ասացիր կավե աման լինի։ Այո, կավե ամանները մենք որոշ մասներ դրեցինք ապակյա ամանի մեջ, որը հրակայուն է, էլի շատ գեղեցիկ ու դնեք ջեռոցում։ Նույնը դնեք ջեռոցում։ Գեղեցիկ է ստացվելու, շատ գնացինք։
Անցավ 20 րոպե, ջեռոցից հանեցինք մեր Սյունիքի խաշնդուրը։ Հիմա պետք է արդեն փորձարկենք, բացենք։ Ու այսեն, սիրուն։ Համ տեսենք, փորձենք։ Շատ ախորժալի տեսք ունի։ Ինքը խաշլամաչի, չէ՞։ Խաշլամայի տարատեսակ է, բայց բնորոշ Սյունիքի։ Ձեր տարածաշրջան։ Ձերը երևի որ հացով փակում են, հա։ Ինչ համովը։ Տեսքը շատ ախորժալի է։ Հոտը։ Հոտը արդեն ամեն ինչ ասում ենք իրանը։ Շատ լավ։ Այստեղ բանջարեղենները, Այո։ այս սաղին։ Հա։ Հացից էլ սենց կպոկենք։ Դա Ընտրագույն։ Մի քիչ է թեթև շոքե խաշեցի։ Այդա պրոցես, լավ պրոցես է։ Ու 20 րոպե էլ գնաց լավ ջեռոց։ է ստացվել։ Հրաշալի։ Ապրեք շատ։ Անուր։